Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները մտնում են նոր, ավելի վտանգավոր փուլ։ Նորոն վերջապես պարզում է Կարենի ինքնությունը։ Նորոն վերջապես պարզում է, որ Կարենն ամուսնացած է, ավելին նրան ուղարկում են Կարենի կնոջ լուսանկարները և այդ պահը դառնում է շրջադարձային։ Լուսանկարում Լաննան է։ Այդ բացահայտումը ցնցում է Նորոյին, որովհետև հիմա արդեն ակնհայտ է Լաննայի հայտնվելը Արշակի տանը ոչ միայն պատահական չէ, այլ տարիներով մտածված քայլ է։ Նորոն հասկանում է, որ վտանգի տակ միայն Մագդան չէ, այժմ վտանգված է նաև փոքրիկ Արևի կյանքը։ Կարենն անկանխատեսելի է, ագրեսիվ ու լիովին վերահսկողությունից դուրս, նրա քայլերը վաղուց արդեն անցել են սպառնալիքի սահմանը և վերածվել իրական վտանգի։ Լաննան փորձում է հեռու պահել Կարենին Արշակի ընտանիքից։ Նա աղաչում է նրան, խնդրում է իրեն հանգիստ թողնել, որպեսզի կարողանա աշխատել, ապրել, գոնե մի փոքր խաղաղություն գտնել, սակայն Կարենն անդրդվելի է, նա չի պատրաստվում թողնել ոչ Լաննային, ոչ էլ իր խաղը կիսատ։ Նրա համար սա պարզապես հարաբերություն չէ, այլ վերահսկողության ու վրեժի հարց։ Այս բացահայտումից հետո Նորոն այլևս չի կարող անտարբեր մնալ։ Նա գիտակցում է, որ պետք է գործի արագ, քանի որ յուրաքանչյուր ուշացում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Արշակն էլ հասկանում է, որ այս անգամ վտանգը ներսից է և պաշտպանել է պետք ոչ միայն ընտանիքը, այլ հատկապես երեխաներին։ Սերիալը մտնում է ամենալարված փուլերից մեկը, գաղտնիքները բացվում են մեկը մյուսի հետևից, իսկ յուրաքանչյուր բացահայտում ավելի է խորացնում վտանգը։ Ինչ քայլ կանի Կարենը հաջորդ է, կկարողանա Լաննան դուրս գալ այս փակ շրջանից և արդյոք Նորոն ու Արշակը կհասցնեն ժամանակին պաշտպանել Մագդային ու փոքրիկ Արևին։ Ամենահետաքրքիր ու վտանգավորը դեռ առջևում է։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր շրջադարձ է սպասվում հեռուստասերիալում։ Այն ամենն, ինչ Նորոն իմացավ, բնականաբար ձեռքերը ծալած չի նստելու ու անմիջապես պատմելու է Արշակին այս ամենի մասին, ինչ տեսել ու լսել է։ Նա Արշակին ներկայացնելու է, որ Լաննան ու Կարենն իրար հետ կապ ունեն և Կարենը Լաննայի ամուսինն է, և այդ ամենը մեծ հարված է լինելու Արշակի համար, քանի որ նա երկրորդ անգամ վստահում է ինչ-որ մեկին իր դստերը, թողնում է տուն և բնականաբար նրան դավաճանում են, այս անգամ ավելի վատ, քան Էլիզի դեպքում։ Ինչ է սպասվում առաջիկա սերիաներում, ցույց կտա ժամանակը, բայց որ ամենաինտրիգայինն ու հետաքրքիրն է գալու, դա հաստատ է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը լինելու տեղեկացված, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջին տեղեկատվությունը ստանաք հենց դուք։ Միացեք մեզ, որպեսզի տեղեկանաք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր բացահայտումներով նոր տեսանյութ կհանձնենք ձեր դատին։ Ուրիշի ընտանիքը սերիալում լարվածությունը շարունակվում է աճել և իրադարձությունները զարգանում են ամենաանսպասելի ուղղություններով։ Նորոն, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, սկսելու է գործել ավելի վճռական։ Նա այլևս չի կարող սպասել, որովհետև գիտի Կարենը կանգ չի առնելու։ Ամեն քայլ, ամեն զանգ, ամեն լռություն կարող է ճակատագրական դառնալ։ Արշակը նույնպես այլևս երկմտելու տեղ չունի, թեև տարիներ շարունակ փորձել է հեռու մնալ անցյալի սխալներից ու ցավից, այս պահին նա ստիպված է կանգնել վտանգին դեմ առ դեմ։ Նրա համար ամենակարևորն իր երեխաներն են և հիմա արդեն պարզ է, որ Կարենի քայլերը կարող են խոցել հենց նրանց։ Լաննան ներսից կոտրված է, մի կողմից մեղքի զգացում, մյուս կողմից վախ։ Նա հասկանում է, որ իր լռությամբ ու անցյալի որոշումներով վտանգի տակ է ենթարկում այս երեխաներին։ Լաննան առաջին անգամ մտածում է բացահայտ խոսելու մասին, պատմել ամեն ինչ Արշակին, խոստովանել Կարենի իրական մտադրությունները, նրա սպառնալիքները և այն, թե ինչու է հենց այս տունն ընտրվել։ Կարենը միևնույն է դառնում է ավելի կոպիտ ու անհանգիստ, նա զգում է, որ վերահսկողությունը կամաց-կամաց կորցնում է։ Նորոյի հետաքրքրությունը, Արշակի զգոնությունը և Լաննայի պահվածքի փոփոխությունը նրան ստիպում են շտապել, իսկ շտապող մարդը հաճախ է սխալներ գործում։ Սերիալում սպասվում են հզոր հոգեբանական բախումներ, Նորոյի և Արշակի հարաբերությունները նոր մակարդակի վրա են հասնում, թշնամանքն ու անվստահությունը երկրորդ պլան են մղվում, որովհետև այժմ նրանց միավորվում է մեկ նպատակ՝ փրկել Մագդային, Արևին և կանգնեցնել Կարենին, քանի դեռ ուշ չէ։
Բայց ամենավտանգավորն այն է, որ Կարենը դեռ իր բոլոր խաղաքարտերը չի բացել, նա ունի տեղեկություններ, գաղտնիքներ և անցյալից մնացած փաստեր, որոնք կարող են գլխիվայր շուռ տալ բոլորի կյանքը, իսկ երբ ճշմարտությունը բացահայտվի, պարզ կդառնա, որ այս ընտանիքում մութ անկյուններ շատ կան, և յուրաքանչյուրը կհանդիպի իր ցավոտ պատմության հետ։ Ուրիշի ընտանիքը շարունակում է մնալ լարված, հոգեբանական ու հուզական ծանր դրամա, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է լինել ճակատագրական, իսկ ամենակարևոր հարցը դեռ օդում կախված է՝ ով կհասցնի առաջինը փրկել, թե վնասել։